Георгий Ջան, брат, мы сколько знаем друг друга? 25-30 лет, մի 20-30 տարի։ Այն ինչ մնաց է ապրելու, մի 20 տարի էլի։ Մարդուն ուրախ լինելու համար ինչ է պետք, ախպերս։ Ռոմա ջան, դե որ մարդ ճիշտ ապրի իր կյանքը, այնա ուրախ կլինի էլի։ Այնց այդ ճիշտ ապրելու մասին եմ ասում, Գեորգի ջան։ Ամեն մարդ չի կարա ճիշտ ապրի։ Մարդ կա ամեն ինչ ունի, բայց ոչինչ չունի։ Մարդ պետք է իր աշխատածը, Գեորգի ջան, կարողանա կիսի, որ մենակ չուտի։ Տոշնի ես ասում, ախպեր, ընդունեցի։ Ես ոնց ապրում եմ, այտենց էլ ասում եմ, Գեորգի ջան։ Ախպեր, ես կյանքում ինչ ենք տանելու, ոչ մի բան, 4 կողմից տախտակ ու մի կտոր հող։ Հարուստն էլ է այդ տախտակի մեջ լնելու ու այդ հողի մեջ, աղքատն էլ առնելու այդ տախտակի այդ հողի մեջ, բայց պետք է պատիվ ունենանք։ Ռոմ ջան, լավ կլներ այդ հարուստների մեծ մասը քո պես մտածեր, ախպեր։ Դե ախր Գեորգի ջան, չեն կարա է բոլորը մեր նման լինեն։ Ախպեր ջան, պետք է վատը լինի, որ լավը երևա։ Խի ձեր աշխարհում գողերը սաղ լավ են։ Երանի չէր տենց լներ, Ռոմա ջան, հիմա սաղ փոխվել է, ախպեր։ Կարևորը մենք չփոխվենք։ Ախպերս, այս Սիբիրի գործից քո փայլա։ Գեորգի ջան, մի հատ խնդրանք ունեմ քեզ։ Ասա, Ռոմա ջան, լսում եմ, ախպերս։ Գեորգի ջան, ես Պատմասկովիա հող ունեի։ Իմ ծերիցս տարել են, ու լուրջ նպատակներ ունե շենքեր կառուցեի։ Մի 60 հեկտար հող էր։ 24-ը տարել են։ Ախպեր, այդ քո ձեռից էլ են կարում բանդանը։ Պետական մարդիկ չեն տանողները, հայեր են։ Դες բջավարի մտել են երևի թղթաբանությունները սարքե-մարկե ու տարել են, Գեորգի ջան։ Հետ ովքեր են այդ հայերը, ախպեր։ Դու կճանաչես այդ հայերին։ Չորնի, բոքս, այդ կռուկն է։ Հա, ապեր, ճանաչում եմ, ինչա պետք։ Խոսացել ես դու այդ թեմայով հետները։ Գեորգի ջան, դրանք իմ լեվելի մարդիկ չեն։ Դրանց հետ խոսալ չի լինում։ Ես ուզում եմ քեզ խնդրեմ, որ դու այդ հարցով զբաղվես։ Հա, իդեպ ասեմ դու տե տուն ունես։ Լավ, Ռոմա ջան, լպադրովնի պատմի ախ։